հաղթանակ, իհարկե Գյումրի 2 չի լինելու, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ լինելու է փառաքար 2։ Իհարկե վախենում են, իրենք հասկանում են, որ իրենց ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել եւ ավելի շատ նվազագույնի հասել վաղ շաբաթում։ Մինչև նոյեմբերի 16-ի առավոտյան 11-ը հայտարարում էր Քոչարյանադաշնակցական համատեղ թեկնածու Սևակ Խաչատրյանն ու հավելում, եթե հանկարծ այլ ընդդիմադիր ուժեր իրենից մեկ ձայն ավել ստանան, ինքը կմիանա, միայն թե քաղաքացիական պայմանագիրը վաղաշաբաթում իշխանություն չունենա։ Ավելի ուշ ժամը 22-ի սահմաններում ընտրատեղամասերից ստացվում են առաջին տվյալները, ընդդիմադիրների շտաբում սուք է։ Քաղաքացիական պայմանագիրը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը կարողանում է միայնակ իշխանություն ձևավորել վաղաշաբաթում։ Իսկ Սևակ Խաչատրյանն ու Մերձ Քոչարյանական ուժերը միասին գումարած կամ հանած կարող են միայն ընդդիմադիր ավականիների մանդատը վերցնել։ Ընդդիմադիր մամուլը ցայտնոտի մեջ է, իսկ Քոչարյանական մեկ այլ ուժի Մայր Հայաստանի անդամները մխիթարվում են միայն փոքր գյուղում Գրիշա Հարությունյանի տան անդամների ու ընկերների ձայներով ապահոված հաղթանակով։ Քարից ավելի շատ ձայն է դուրս գալիս, քան մանդատը դնելուց հետո Էջմիածին վազած Արեգ Նազմանուկյանից, ով նոյեմբերի 14-ի տվյալներով հաղթանակի էր պատրաստվում։ Գնացեք ընդդիմադիր եւ ցույց տվեք, որ վաղաշաբաթին ունի հասին եւ արժանապատվություն։ Եթե քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավի ողջ ընթացքում Էջմիածնում, ինչպես նաև գյուղ առ գյուղ շրջելով բնակիչներին ներկայացնում էր ծրագրեր, արված ու սպասվող աշխատանքներ, Սևակ Խաչատրյանն ու մյուս քոչարյանականները վարում էին ամենակեղտոտ քարոզարշավը, ընդհուպ մտնելով մարդու անձնական կյանք, թիրախավորելով ընտանիքի անդամներին, անգամ համարձակվում Մեխակյանին մեղադրել հոր վաստակն ուրանալու մեջ։ Ընդդիմության ողջ քարոզարշավը համեմված էր իշխանության հանդեպ թույնով, պոռոտախոսությամբ, արհեստական բանականության պատրաստված հոլովակներով, Ղարաբաղից տեղահանվածներին տված սինխոստումներով, սակայն անգամ դա չօգնեց քոչարյանական ուժերին հասնել նպատակին։ Բնակարանով, թե ինչով ամեն ինչ օգնություն է տամ։ Արտուր Վանեցյանը հայտարարել էր, թե վաղաշաբաթում հաղթելու է Հայաստանը հայը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ իրենց թիմը տոնելու է հաղթանակ։ Նոյեմբերի 16-ից լույս 17-ի գիշերը տոնելու է հաղթանակը եւ այդ հաղթանակը լինելու է ոչ թե միայն վաղարշաբաթ խոշորացված համայնքապետի պաշտոնում ընտրվելը, այլ դա լինելու է այն հաղթանակների սկիզբը, որը մենք դնելու ենք մեր հոգեվոր մայրաքաղաքում։ Դժվար է չհամաձայնել Վանեցյանի առաջին մտքի հետ, վաղաշաբաթում հաղթեց թե Հայաստանը, թե հայը եւ թե հայ առաքելական Սուրբ եկեղեցին, իսկ ահա ոտքը գետնին խփելուց հետո 200,000 մարդ փողոց դուրս բերող Վանեցյանի թեկնածուն Խաչիկ Մանուկյանն անգամ անցողիկ շեմը չհաղթահարեց։ Անփառունակ մյուս ընդդիմադիրների մասին խոսելն անգամ ավելորդ ենք համարում, թերևս արժի անդրադառնալ Ռաֆի Հովհաննիսյանին, ով այս ընտրություններում կնքեց իր քաղաքական վախճանը։ Երբեմնի լիբերալ հայացքներ ունեցող ժողովրդավարության համար պայքարող գործիչը հայտարարում էր քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելու ցանկության, քոչարյանականների հետ համագործակցելու անհրաժեշտության մասին, սակայն իր թեկնածուն հավաքեց ընդամենը 440 ձայն, զբաղեցնելով վերջից երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Մնում է հուսալ, որ վաղաշաբաթը դաս կլինի նոր ուժերով ու նոր դեմքերով հանդես եկող, բայց իրականում նախկին նախագահների աջակցությունը վայելող ուժերի համար, որոնք մերժվել են դեռ 2018-ին ու կմերժվեն նաև 2026-ին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։